Առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս աշխարհ է եկել մոդել Լիլի Մորտոյի դուստրը։ Մոդելը դստերը Ավրորա անունն է տվել։ Նա առաջին իսկ օրից հիվանդանոցից հրապարակումներով է հանդես եկել եւ նա անդադար ցույց է տալիս իր ամուսնու եւ ամուսնու որդիների վերաբերմունքը իրեն եւ դստերը։ Հիվանդանոցի օրվանից ի վեր Լիլի Մորտոն որևէ հրապարակում չի անում իրենց դստեր մասնակցությամբ եւ թվում է թե իրենց միջև որևէ բան եղել է։ Ավելին մոդելը անդադար հրապարակումներ է անում, ցույց տալով եւ նշելով, որ նվերները իր ամուսնու եւ ամուսնու որդիների կողմից են։ Նա որևէ ակնարկ չի անում ամուսնու դստերի մասին եւ այս ամենը տպավորություն է թողնում, որ իրենց միջև ինչ-որ բան եղել է։ Թե ինչ է եղել իրականում դժվար է ասել։ Մեզ մնում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Քանի Ավրորան քնած է, ասեցի մի հատ շատ արագ ձկով խաշլամա սարքեմ։ Շատ ամոլ խաշլամա։ Համեցեք։ Ինով է օրորում Ավրորոչկային։ Ոչ մեկ ինքը իրան օրորում է Կալյասկան։ Պապայի հետ նստած խմում է, նայեք։ Հիմիկվանից պապան սովորացնում է իրան խմել։ Այ։ Ասոտի կոպարի բերած ծաղիկներն են։ Հələ մի հատ սրա ռուսի քիթիկը նայեք, էլի սրա ռուսի քիթիկը նայեք։ Էսում քիթիկինա քասե, ռուսի քիթիկը։ Ոնց որ օպերացիա արածն էինքան բարձր է։ Օպերացիա արած ծնվել է իմ մальчик, նայեք, ռուսի քիթիկով, ջքած աչքերով, բանջիկ բրոսներով, ինքը արդեն հենց վիրահատած ծնվել է, պապան փորիկ մեծ վիրահատություն արել իրան։ Առաջ տեղեկացրել ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած մոդել Լիլի Մորտոն մայրացել է։ Լույս աշխարհ է եկել նրա դուստրը, ում մոդելն անվանակոչել է Ավրորա։ Հենց առաջին իսկ օրվանից Instagram-յան հարթակում Լիլի Մորտոն ակտիվ հրապարակումներով էր հանդես գալիս, ցույց տալիս իր որդիների եւ դստեր առաջին հանդիպումը, ինչպես նաեւ հայրիկի եւ դստեր հուզիչ հանդիպումը։ Նշենք նաեւ, որ Լիլի Մորտոյի ամուսինը ներկա էր գտնվել ծննդաբերության ողջ ընթացքին։ Այս կադրերը եւս հայտնվել էին համացանցում։ Համացանցի օգտատերերը շտապում են շնորհավորանքներ ուղղել այս աղջկան եւ ջերմ խոսքերով երջանիկ մայրություն մաղթել։ Դե իսկ Լիլի Մորտոն րոպեներ առաջ Instagram-յան հարթակում հրապարակումով է հանդես եկել, ցույց տալով, թե որքան շքեղ են դուրս գրել իրեն եւ դիմավորել տանը իրեն եւ փոքրիկ Ավրորային։ Մոդելը հենց առաջին իսկ օրվանից Instagram-յան հարթակում հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալով իր երեխաների եւ դստեր հանդիպումը, ինչպես նաեւ ամուսնու եւ դստեր ջերմ հրապարակումներով էր հանդես գալիս։ Այսօր էլ Լիլին Instagram-յան հարթակում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ նա չի կարողանում զսպել իր արցունքները։ Երջանկության արցունքներ են, ինչպես փաստում է մոդելը։
Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ասեցի քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում եի ասել, որ 2 օրում 500,000 դիտումը դա արդեն շատ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։ Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ-որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ-որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, այսինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդու դեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե ուզում եմ հասկանալ, այդպիսի լուրջ երգեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ-որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ-որ երգեր կամ, չգիտեմ, ինչ-որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից, եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երգերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչ է պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։